Արև ձեզ արգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը Պոլիտիկայում YouTube-յան ալիքի եթերում։ Այսօր աշխատանքային օրով մենք ձեզ ենք ներկայացնելու օրվա մամուլի կարևորագույն հրապարակումները։ Առաջին հրապարակումը միանգամից լավ լուր է քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչների համար։ Մենք այս ընթացքում բազմաթիվ առիթներ ունեցել ենք խոսելու այս իշխանության օլիգարխացման մասին, այն մասին, որ պարտքով գարեջուր խմողները, փոշեկուլ գնողները, հեռուստացույցի վարկը փակել չկարացողները հիմա արդեն լրիվ օլիգարխի շարժի մեջ են, փողային ֆինանսական հարաբերությունների մեջ են, ուրեմն օրագիր նյուզն է գրում, ասում է վերջին շրջանում տարբեր հրապարակումներում եւ սոցիալական ցանցերում շրջանառվում են Արարատ Միրզոյան Գոհար Աբաջան զույգի նոր ձեռքբերումների մասին տեղեկություններ, ըստ որոնց վերջիններս շինարարների 14 դրոպ 1 հասցեում գտնվող նորակառույց բնակելի համալիրում անշարժ գույք են ձեռք բերել։ Պարզվում է, բացի շքեղ առանձնատնից Միրզոյաններին այսուհետ պատկանում է նաեւ նորակառույցի մեկ ամբողջական հարկ, ըստ փաստաթղթի 39 եւ 40 համարի բնակարանները։ Այսպես արտգործնախարար Արարատ Միրզոյանի տարեկան հայտարարագրերը ցույց են տալիս ոչ միայն Միրզոյանի քաղաքական, այլև սոցիալական ճկուն վերելքները։ Ակնհայտ է, որ Թավիշից հետո Միրզոյանի եւ կնոջ Գոհար Աբաջանի ունեցվածքը զգալի փոփոխությունների է ենթարկվել։ Հիշեցնենք, որ 2018-ին Արարատ Միրզոյանը դժգոհում էր, որ չի կարողանում փոշեկուլի ապառիկը վճարել, թե հեռուստացույցի, մի խոսքով, կենցաղային տեխնիկայի։ Հետո պարզվեց, արդեն պատերազմից հետո, երբ հանձնեցին Արցախը, Արցախ հանձնելուց հետո միանգամից ԿՊԱ-ականները հարստացան, պարզվեց Արարատ Միրզոյանը շքեղ առանձնատուն ունի, հիմա էլ պարզվում է բնակարան է գնել շենքում, բայց դե Արարատ Միրզոյանը հո տենց շարքային տղա չի, ինքը բնակարան գնելուց միանգամից ամբողջ հարկն է գնում։ Դե դեռ փառք տանք Աստծուն, որ ամբողջ շենքը չեն գնել։ Կարող են օրինակ են Մուքեշ Ամբանի նման հնդիկ այդ հայտնի միլիարդատիրոջ նման ամբողջ շենքը գնել եւ ընտանիքով ցեղով այդտեղ ապրեն։ Ֆակտորը ԵՄ մեկ այլ բացահայտում է անում հետաքրքիր նախկին հանրապետական, չգիտեմ, նախկին չի այնուամենայնիվ, այստեղ գրված է նախկին մեր սիրելի պերսոնաժներից Սամվել Ալեքսանյանի մասին, ուրեմն ֆակտորը ԵՄ գրում է խոշոր գործարար ՀԿ-ական նախկին падգամավոր Սամվել Ալեքսանյանը պատրաստում է Հնդկաստանից 350,000 կիլոգրամ գոմեշի միս ներկրել, ինչպես նաև 900,000 կիլոգրամ խոզի ճարպ, Իտալիայից եւ 300,000 կիլոգրամ հավի կրծքամիս Չինաստանից, որն արտադրված է ԱՄՆ-ում։ Ընդհանուր խոշոր գործարարը ծախսելու է 1 միլիարդ 640 միլիոն դրամ։ 1.5 տոննայից ավել մսամթերքը Ալեքսանյանը իրացնելու է իրեն պատկանող Meat Food ՍՊ-ի արտադրանքում։ 1.5 տոննա չէ, այստեղ 1.5 միլիոն տոննա, հա։ Թիվը սխալ է գրված, մի խոսքով։ Ալեքսանյանը դիմել է կառավարությանը ներկրվող մսամթերքի մաքսատուրքից ազատվելու համար։ Մաքսատուրքը կազմում է 270 միլիոն դրամ։ Սամվել Ալեքսանյանին պատկանող Meat Food ՍՊ-ն զբաղվում է երշիկեղենի, նրբերշիկների, դելիկատեսային մսամթերքի, ինչպես նաև ավանդական հայկական բաստուրմա եւ սուջուխի արտադրությամբ։ Պետության կողմից տրվող արտոնությունների ֆոնին նշենք, որ Ալեքսանյանի ընկերության արտադրած երշիկեղենն արդեն իսկ դուրս է մրցակցությունից մյուս արտադրողների համեմատ։ Meat Food-ի արտադրանքը վաճառվում է Ալեքսանյաններին պատկանող Երևան City սուպերմարկետների ցանցում, որտեղ երշիկեղեն գնողներին գրեթե մշտապես առաջարկում են Meat Food-ի արտադրանք։ Ահա այսպես սիրելի հայրենակիցներ, մարդիկ ովքեր հավատում են Նիկոլ Փաշինյանի ստերին, Սամվել Ալեքսանյանի կամ ինչպես Փաշինյանն էր հաճախ իր ելույթներում ասում, լֆիկ Սամոյի դեմ դուք դուրս եք եկել պայքարի, այնտեղ ոմանք ծեծ էին ուտում հենց ուղիղ Ալեքսանյանի կողմից։ Հանուն նրա, որ փոխեք իշխանություն, ինչպես Ալեքսանյանն էր ասում, իր ախպեր Նիկոլ Փաշինյանը գա իշխանության եւ իր ախպեր Նիկոլ Փաշինյանը իրեն անընդհատ արտոնություններ տա, նախորդ տարվա ավարտի եւ այս տարվա սկզբին 80 միլիոն դոլարի հասնող արտոնություն են տվել, հիմա էլ Սամվել Ալեքսանյանը միս եմ ներկրել, որը պիտի վաճառի ձեր վրա արգելի հայրենակիցներ, եւ այդ մսի ներկրման համար նախատեսված 270 միլիոն դրամ հարկը, մաքսատուրքը չի ուզում վճարել մարդը։ Պատկերացրեք, բիզնեսը առաջ է տանում ես մարդը կառավարության շնորհիվ, ինչու պետք է 270 միլիոն դրամ վճարի բյուջե, ընդհանուր բյուջե, որից մասնաբաժին հասնի Հայաստանին, հասկանում եք։ Ոնց, բա իզուր էր Նիկոլ Փաշինյանի ախպերը էստեղ են, որ պիտի այսօր այս
պետության համար, իր համար, հիշում եք ազգային ժողովի մուտքի մոտ ժողովրդին համբալ էր ասում, բայց համբալների համար արժի 270 միլիոն դրամ հարկ վճարել։ Հենա իրար մեջ կաշխատեն, բիզնեսը կանեն, ավելացած փողն էլ կվճարի Աննա Հակոբյանի հիմնադրամին, չաղ բախտավոր կապրեն։ Ինչ խնդիր կա աղբերներով։ Ես այդտեղ լրիվ կողմ եմ այս առաջընթացին Սամվել Ալեքսանյանի, միանշանակ այո, հենց հեղափոխությունը սրա համար էր արվել, որ Սամվել Ալեքսանյանը գեր եկամուտներ ստանա։ Հրապարակի տեղեկություններով հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 10 տարի պաշտպանության փոխնախարար, ապա 2017-ից 20 թվականներին արտակարգ իրավիճակների փոխնախարար աշխատած Արա Նազարյանին։ Նա մի շարք զինվորականների հետ անցնում է մի քրեական վարույթով, որը վերաբերում է ՊՆ-ի կողմից բնակարաններ հանձնելուն, պարզելու համար, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, փորձեցին կապ հաստատել Նազարյանի կամ նրա փաստաբանի հետ, սակայն չհաջողվեց։ Վերջին տարիներին Նազարյանը հանրության տեսադաշտից անհետացել է, հայտնի չէ, թե այժմ ինչով է զբաղվում, գրել է Հրապարակ օրաթերթը։ Հրապարակ թերթը գրում է. ՀՀ ռազմաարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Հայաքվե միավորման անդամ Ավետիք Քերոփյանը մեր տեղեկություններով ընդգրկվել է դեմ են բոլորին քաղաքական ուժի ցուցակում, որն ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել։ Դեռ շաբաթներ առաջ տեղեկություն ունեինք, որ Քերոփյանը դուրս է գալիս Հայաքվեից, բայց նա ոչ հաստատել, ոչ էլ քերեր այդ տեղեկությունը, ասելով, որ սպասում է որոշ զարգացումների։ Հիմա, երբ Հայաքվեն որոշել է չառաջադրվել, այլ աջակցել ընդդիմադիր ուժերին, ըստ ամենայնի ուժեղ Հայաստան կուսակցությանը, Քերոփյանը վերջնական որոշում է կայացրել եւ մտել ցուցակ։ Մեծ հետ զրույցում Ավետիք Քերոփյանն ասաց. Երևի թե գիտեք, թե ինչ է բոլորին դեմ եմ եւ ինչ նշանակություն ունի այդ ցուցակը, ընդամենը տեխնիկական միջոց է ընտրություններին մասնակցելու այդ ցուցակով որևէ մեկը ԱԺ-ում падգամավոր դառնալու մտադրություն, կարիք կամ հնարավորություն չունի։ Հրապարակ օրաթերթը գրում է. Միջև հրապարակին անդրադառնալ, ասեմ, որ բոլորին դեմ եմ այդ նախաձեռնությունում ընդհանուր խառը իրավիճակ է, օրս նկատեցի այդ նախաձեռնության երկու վարչապետի նախկին տեխնացուներ իրար այնպես էին թիրախավորել, երևի թե քաղաքացիական պայմանագիրն ու ընդդիմությունը խորհրդարանական իրար այդպես չի թիրախավորում։ Հրապարակ թերթը գրում է. ադրբեջանական պատվիրակության Հայաստան այցից 3 անակնկալի էին եկել նաև ԿՊԱ-ական падգամավորները, նրանք նախապես ոչինչ չեն իմացել, ոչ այցի, ոչ էլ առավել եւս օրակարգի մասին տեղեկացրել են, երբ վաղ առավոտյան ադրբեջանական մամուլը գրեց, որ Զվարթնոց օդանավակայանում վայրեջք է կատարել ադրբեջանական օդանավ։ Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները գրեցին, որ Ադրբեջանի պատվիրակությունը գլխավորում է փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, որը Մեհեր Գրիգորյանի հետ միասին Ադրբեջանի եւ Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համանախագահն է։ Սակայն ավելի ուշ քաղաքական կուլիսներում խոսում էին, որ այցը ոչ թե սահմանազատման հարցերին է վերաբերվում, այլ 300,000 ադրբեջանցիների Հայաստանում բնակեցնելուն։ Տեղեկությունների համաձայն Մուստաֆաևի հետ ադրբեջանցի գործարարներ են եկել Հայաստան եւ Աղվերանի Ապրիկոտ ռեստորանում այցը գոլեգաների հետ հանդիպում է կայացել երկկողմ տնտեսական հարցերի վերաբերյալ, հայկական կողմից հիմնականում այն գործարարներն են եղել, ովքեր վերջերս մասնակցում էին Փաշինյանի հետ նախաճաշին։ Ուրեմն չեմ բացառում, որ հենց ադրբեջանցիների վերադարձի մասին կարող է լինել այս հանդիպումը, մյուս կողմից էլ նախընտրական աջակցություն են տրամադրում Նիկոլ Փաշինյանին, այս խաղաղության տեսարաններ ստեղծելով, այսօր էլ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի տարածքով պարարտանյութ է գալու Հայաստան եւ կարծեմ նավթամթերք։ Մի խոսքով Ադրբեջանը ամեն բան անելու է, որ Նիկոլ Փաշինյանին ավելացնի դիվիդենդներ, որ հայ ժողովրդին մոլորեցնեն։ Քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչները ասում են 300,000 ադրբեջանցիների վերադարձի հարց չկա, ստում են, վստահեցնում են, որ ստում են, որովհետև այդ հարցը Ալիևը բարձրացրել է վերջին անգամ նախորդ տարվա դեկտեմբերին, եւ դրանից հետո Ալիևը այլ հայտարարություն չի արել, չի ասել մենք այլևս ադրբեջանցիների վերադարձի հարց չունենք օրակարգում։ Իսկ այն, որ Ադրբեջանը եթե առնում է հայտարարություն, հետո այդ օրակարգը կյանքի է կոչում, ցույց է տվել այս ժամանակահատվածը Հայաստանի Սահմանադրության փոփոխության պարտավորությունը, որ սրանք ստանձնել են, սրանք ժամանակին ասում էին նաև, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը չենք փոխելու
Ալիևի պահանջով, հետո փոխեցին կամ պարտավորություն վերցրեցին, որ պիտի փոխեն, տեքստը պատրաստ է, հիմա հանրաքվեի հարցը թողնում են ընտրություններից հետո, այսինքն այս ստախոսներին չի կարելի հավատալ, նրանք ուզում են ժողովրդին կանգնեցնել փաստի առաջ, նոր ասել դե հիմա ինչ անենք, 300,000 ադրբեջանցի այս կողմ, 300,000 այն կողմ, պետք է ընդունենք նրանց։ Հրապարակ թերթը գրում է. իրավապահ մարմնից ստացված տեղեկատվությամբ դեռևս 2023 թվականին Արցախի անկումից հետո ՀՀԱԱԾ-ում այսպես կոչված արցախցիների ստորաբաժանում է բացվել, որտեղ աշխատանքի են տեղավորվել Արցախի անվտանգության ծառայությունում աշխատած եւ Հայաստան եկած պաշտոնյաները։ Ասում են, հենց նրանց միջոցով էլ վերահսկում են արցախցի զորակոչիկների եւ առհասարակ արցախցիների շարժերը։ Նրանք են տեղեկատվություն փոխանցում իշխանություններին, թե ինչ է կատարվում արցախյան շրջանակներում։ Կանդազի գործում էլ նման ներգրավվածություն է եղել, հավաքագրել են բոլոր նրանց, ովքեր կարող էին հնարավոր շփումներ ունենալ Արթուր Ավանեսյանի հետ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. ուսումնասիրելով կառավարության 2021-26 թվականների ծրագրով նախատեսված այն դրույթի իրականացումը, որով խոստացվել էր քայլեր ձեռնարկել Made in Armenia բրենդի կայացման միջազգային շուկաներում հայկական արտադրողների ներկայացվածության եւ ճանաչելիության բարձրացման ուղղությամբ, հարցում էր ուղարկել էկոնոմիկայի նախարարություն պարզելու, թե 2021 թվականից մինչ օրս ինչ կոնկրետ միջոցառումներ են իրականացվել, արդյոք մշակվել է պաշտոնական հայեցակարգ, ռազմավարություն, տարբերանշան կամ brand book, որքան է ֆինանսավորում հատկացվել, ինչ պայմանագրեր են կնքվել եւ ինչ չափելի արդյունքներ են արձանագրվել։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ Ժողովուրդ օրաթերթի այսօրվա համարում։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևի գլխավորած պատվիրակության հայցը Հայաստան նախ հայտնի դարձավ ոչ թե հայկական պաշտոնական աղբյուրներից, այլ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներից։ Այնուհետև հայկական կողմը հաստատեց, որ ադրբեջանական պատվիրակությունը Հայաստանում է, իսկ ավելի ուշ պարզ դարձավ, որ Աղվերանում կայացել է հայ-ադրբեջանական Սահմանազատման հանձնաժողովների հերթական 13-րդ նիստը։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն 2026 թվականի ապրիլի 29-ին Աղվերանում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հանձնաժողովների նիստը փոխվարչապետեր Մեհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆայևի համանախագահությամբ։ Կողմերը քննարկել են սահմանազատման աշխատանքների կազմակերպչական եւ տեխնիկական հարցեր, համաձայնեցրել եւ փոխանակել են սահմանազատման փորձագիտական խմբերի աշխատանքները։ Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է նաեւ, որ Գրիգորյանն ու Մուստաֆայևը առանձնազրույց են ունեցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացող հարցերի շուրջ։ Մի հոդված պոլիտիկայից, որը վերաբերում է կրկին այս թեմային եւ որը ըստ էության բացում այն կեղծ իրականությունը, որ եղել է մինչեւ 2018 թվականը, այն fake հերոսներ, իշխանության համար հերոսներ կամ սյուներ իշխանության, որոնք ներկայացվում են, որոնք իբր հանուն հայրենիքի ու սրտ տղերք են, պարզվեց, որ թուրքական շահերի սպասարկումներ են, այնպես ինչպես Նիկոլ Փաշինյանը։ Երեք Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևը Հայաստանում էր։ Ըստ մամուլի հրապարակումների հանդիպել է հայաստանյան գործարարների հետ, Ադրբեջանի փոխվարչապետի հետ հանդիպման էր գնացել նաև ՀԿ-ական գործարար Սամվել Ալեքսանյանը կամ ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանը Լֆիկ Սամոն։ Հայաստանի գործող իշխանությունների եւ նրանց հետ փոխկապակցված գործարարների հարցը պարզ է, այդ մարդիկ թուրքերի հետ խնդիր չէին տեսնում եւ հիմա էլ չեն տեսնում։ Դա նրանց համոզմունքն է։ Բայց Սամվել Ալեքսանյանի հանգամանքը ցույց է տալիս, թե մինչև 2018 թվականը ինչպիսի կեղծ իրականություն եղել։ Ադրբեջանի փոխվարչապետի հետ հանդիպման գնացած Ալեքսանյանը 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ զինվորական համազգեստ էր հագել, հետո պարզվեց, որ երկրապահ կամավորական միության անդամ է, այդ օրերին հայտարարում էր, որ Ադրբեջանը մեր թշնամին է, թե ասա առևտրականի համար ինչպես կարող է փող ունեցող Ադրբեջանը լինել թշնամի։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նաև մեդալներ ունի պատերազմից մնացած, որոնք երջանկահիշատակ գեներալ Մանվել Գրիգորյանի մեքենայի բարդաչոկում էին։ Բացի նրանից, որ այս մարդը կեղծ հայրենասեր էր խաղում, նաև այն հիմնական կերպարներից էր, որի ապօրինությունները թմբ կահարելով Նիկոլ Փաշինյանը հարթում էր իշխանության գալու իր ճանապարհը։ Ադրբեջանի կողմն անցած լեյտենանտ Լֆիկ Սամոն պետք է մեր հասարակության կողմից լինի ամենամերժելի կերպարներից մեկը։ Նա մարդ է, որ ժամանակին հայրենասեր խաղալով մասնակցել է այս երկրի թալանին եւ առաջին իսկ հնարավորության դեպքում Արցախում զոհված մեր հայրենակիցների արյան վրայով թռել է Ալիևի գիրկը։
Գիտեք, իհարկե այնտեղ այլ գործարարներ էլ կային մասնակցելու, այդ մարդկանց մոտեցումն է, իհարկե անընդունելի մեզ համար, բայց մյուս կողմից գործարարներ կան, որոնք թուրքերի նկատմամբ իրենց դրական վերաբերմունքը, սերը, հարգանքը երբեք չեն թաքցրել, միշտ կողմ են եղել թուրքերի հետ քիրվայության։ Անգամ են պարագայում, երբ եղել է ցեղասպանության հանգամանք, եղել է այլ դրվագներ, հա, բայց այս մարդը եղել է մի իշխանության նժդեհական կուսակցության անդամ, հա, ցեղակրոն կուսակցության գաղափարներ կրող, իբր եթե գաղափարներ ուներ ինքը։ Այս մարդը լինելով իշխանության մասնակցել է պետության թալանին, ժողովրդի թալանին, կեղեքել է ժողովրդին, այդ կեղեքված ժողովուրդը զզված է սկերպարներից։ Գնացել է այդ իշխանության գործակալ Նիկոլ Փաշինյանի հետևից, խաբվել է, իշխանությանը բերել թրքահապատակ այս մարդուն, կամ համոզել են, որ ժողովուրդն է իշխանության բերել թրքահապատակ այս մարդուն, եւ պարզում է լեյտենանտ Լֆիկ Սամոն, որ կամուֆլյաժ էր հագել ապրիլյանի օրերին, հիմա արդեն թուրքական ֆես կարող է գրել, շատ արագ հայտնվում է թուրքական տնտեսական օրակարգի շրջանակում։ Սա այո ցույց է տալիս այն կեղծիքը, որ եղել է մինչև 2018 թվականը։ Պետությունը հենված չէր ինչ որ ազգային մոտեցումներ ունեցողների վրա։ Տնտեսական հնարավորությունները չէին գտնվում մարդկանց ձեռքերում, ովքեր ազգային կոդ ունեն, սկզբունքներ ունեն, հա, գտնվում էին առևտրական թուրքից 1-2 կոպեկ ավել փող աշխատելու մարմաջ նպատակ ունեցողների ձեռքին։ Դրա համար Նիկոլ Փաշինյանը իբրև թե եկել է իշխանության, սովորաբար, եթե լինում է հեղափոխություն, լինում է կտրուկ թիմերի փոփոխություն, լինում է նաև տնտեսական կապիտալի վերաբաշխում։ Ինչու՞, սա բոլոր երկրներում է եղել, որտեղ եղել է հեղափոխություն, որտեղ չի կարող իշխանությունը լինել մի թիմից, փողը, կապիտալը գտնվի նախորդ թիմի ներկայացուցիչների ձեռքում։ Դուք հիշում եք մի օլիգարխ մինչև 2018 թվականը իշխանության եղած, որ հիմա օլիգարխ չէ, հիմա միլիարդատեր չի, հիմա իշխանության վրա ազդեցություն չկա, չկա նման բան։ Նիկոլ Փաշինյանը պահել է նախորդ իշխանության բոլոր օլիգարխներին, բոլորին, որևէ մեկ իր կապիտալը չի կորցրել։ Ինչու չի կորցրել, որովհետև կապիտալի փոփոխության հարց չի եկել, որովհետև նախ դա հեղափոխություն չի եղել, երկրորդը այդ իշխանությունն ու նախորդ իշխանությունն իրարից չեն տարբերվել իրենց նպատակներով, այն այլ տերեր չեն ունեցել, այսպես ասեմ, ծառայել են նույն տիրոջը, եթե նույն տիրոջը չծառայեն, ես ձեզ վստահեցնում եմ, կապիտալի վերաբաշխում կլիներ, կվերցնեին նրանցից, կտային իրենց օլիգարխներին։ Այս ընթացքում միայն մի օլիգարխ է առաջացել կամ իշխանությանը մոտ կանգնած գործարար Նարեկ Նալբանդյանը, որը ես խորը կասկած ունեմ, որ նախորդ օլիգարխներից նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կապիտալն է կառավարում իր անվան ներքո։ Ու իրավունք ունեմ այդպես կասկածելու, որովհետև Հովիկ Աբրահամյանի այդ ազգային ժողովի նման մանումենտի դղյակը գնեց, բայց թողում է այդ ընտանիքը այդտեղ ապրի եւ այսպես շարունակ։ Այնպես որ հարգելի ժողովուրդ, չի եղել հեղափոխություն, այն նախկին թալանչիները ումից զզված էիք, այդ նախկին թալանչիները հիմա շատ էլ լավ իրենց զգում են Նիկոլ Փաշինյանի օրոք, ավելին ասեմ, ստանում են ավելի շատ հարկային արտոնություններ, քան անգամ նախորդների օրոք։ Շարունակում են թալանել ձեզ, շարունակելու են թալանել, եթե հանդուրժեք այս ամենը։ Այսօր այսքանն ենք նախատեսել, կհանդիպենք վաղը։ Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with N 095 89 20 48